Ողջույն, ես Արաքսն եմ, Ազատազեն կրթական հասարակական կազմակերպության լիիրավ անդամ։ Այսօր ներկայացնելու եմ բրազիլական Ռոսիա ընկերության ակոսափող հրազենը 22L տրամաչափի, մոդելի անվանումն է 8122։ Սա իմ թվով երրորդ ակոսափող զենքն է, այն նվեր եմ ստացել GNM զենքի խանութից, դիպուկների համահայկական մրցումներում, միջանկյալ փուլերում միավորներով առաջատար լինելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում GNM խանութին։ Զենքը ու ես իրար դեռ ծանոթանալու փուլում ենք։ GNM զենքի խանութը վերջերս ներկրել է Ռոսիա ընկերության բավականին մեծ տեսականի, որոնք որ արդեն ցուցադրվում են խանութում։ Ռոսիա ընկերությունը 1889 թվականին իր հիմնադրումից մինչ օրս հայտնի է իր տեսականու բազմազանությամբ, արտադրանքի բազմազանությամբ, եւ նաեւ նրանք հպարտանում են նրանով, որ շատ մատչելի ու հասանելի զենքեր են արտադրում, բայց միևնույն ժամանակ զենքերի ճշգրտությունը ու հուսալիությունը չի պակասում։ Եթե վերջերս այցելել եք Ազատազենի հրաձգարան, ապա տեսած կլինեք կամ նույնիսկ երևի փորձած կլինեք այս նույն զենքի ավելի կարճ մոդելը, որը նույնպես GNM-ից նվեր է Ազատազեն հրաձգարանին։ Այս մոդելի փողի երկարությունը 53.34 սանտիմետր է։ Սրանից ավելի երկար եւս մի տարբերակ կա եւ մյուս երկուսը սրանից ավելի կարճ տարբերակներն են։ Զենքը գնելիս տուփի մեջ ունենալու եք երկու փամփուշտատուփ, յուրաքանչյուրի տարողունակությունը 10 փամփուշտ է։ Զենքի վրա հնարավորություն կա այս փողաբերանի դետալը առանձնացնել եւ ավելացնել փակ կամ բաց տեսակի արգելակ։ Ինչպես ասեցինք, զենքը կրակում է 22L տրամաչափի փամփուշտ կամ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ։ Այս փամփուշտի առանձնահատկություններից մեկը կամ երևի թերություններից մեկը այն է, որ երբեմն վերալիցքավորելուց խափանում է լինում, այսինքն անկախ նրանից, թե 22L տրամաչափի ատրճանակ է, հրացան, bolt action կլինի, կիսա ավտոմատ, թե ինքնավերալիցքավորվող, դա ոչ թե զենքի որակից կամ տեսակից է, այլ հենց փամփուշտի առանձնահատկությունն է։ Խափանումները հաճախ չեն լինում, սակայն երբեմն 50 կամ 100 փամփուշտ կրակելուց հետո հնարավոր է, որ փակաղակի այն հատվածը, որը հրապատիճից պիտի բռնի, մի քիչ կերտոտվի եւ բռնվածքը սխալ լինի, հետեւաբար փամփուշտը դեպի փամփշտանոց մղելուց խափանումներ են լինում։ Դրա համար պետք է անընդհատ վերալիցքավորման ընթացքին ուշադիր լինել եւ պահպանել զգոնությունը ու անպայման շարունակել հետևել անվտանգության կանոններին։ Եթե այդ մի թերությունը 22L տրամաչափի վերահսկվի, ինքը մնալու է անփոխարինելի զինամթերք, քանի որ գիտենք ամբողջ աշխարհում ամենաշատ կրակված փամփուշտների ցուցակում ռեկորդակիր փամփուշտ է։ Բաժանորդագրվեք թվանք հաղորդաշարին, քանի որ մենք արդեն ունենք 140 եւ ավել թվանք հաղորդումներ, ինչը նշանակում է, որ 140 եւ ավել տարբեր տեսակի զենքերի մասին հաղորդումներ կան, յուրաքանչյուրը մի զինատեսակի մասին, հատկապես եթե վերջերս զենքի ձեռքբերման քննություն եք տվել, սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի ծանոթանաք տարբեր տեսակի զենքերի եւ կատարեք ընտրություն։ Այստեղ այսքանը, գնանք հիմա ճշտադրման տեղամաս եւ փորձենք 3 տարբեր փամփուշտներով խումբ հավաքել, տեսնել ինչ կստացվի։ Մենք հիմա 100 մետր հեռավորությունով ճշտադրման տեղամասում ենք։ Փորձարկելու ենք 3 տեսակի փամփուշտ, 3-ով էլ խումբ կհավաքենք 50 մետր հեռավորության վրա։ Կսկսենք Club տեսակի փամփուշտներից, բոլոր 3-ն էլ Seller Pelot ընկերության փամփուշտներն են։ Կսկսենք սրանից, հետո հաջորդը կկրակենք Subsonic-ը եւ վերջում High Velocity-ն։ Խումբը կհավաքենք 5 փամփուշտից։
Վերևի ձախը։ Անցքի միջոցով կարելի է տեսնել, թե ինչքան փամփուշտ ենք լիցքավորել։ Վերևի աջ։ Հա, այն օր զգացի, որ սրա ձայնը ավելի բարձր է։ Փամփուշտատուփը անջատել ենք, փակաղակը բաց է, փամփուշտանոցը դատարկ։ Գնանք ստուգենք խմբերը, ինչ է ստացվել։ Հիշեցնեմ, որ կարող եք բաժանորդագրվել Ազատազենի Patreon-ին եւ հետեւել թվանքի մնացած հաղորդումներին, քանի որ արդեն ասեցի 140 թվանք արդեն նկարվել է ու փաստացի ամենատարածված զենքերն են նկարվել, ինչը նշանակում է, որ հետզհետե մեզ սպասվում են ավելի հազվադեպ զենքեր ու ավելի հետաքրքիր թվանքներ։ Շատ վատն են։ Ես այս մեկից եմ գոհ, այս մյուսը ես չեմ։ Առաջինը այս թղթի վրա ենք կրակել Club տեսակի փամփուշտներով, երկրորդը Subsonic-ներ եւ երրորդը High Velocity։ Այս ծրվածությունը խմբի ինձնից է, ինձ թվում է այս երկրորդ անգամը կրակելուց մի քիչ ավելի կենտրոնացած էի։ Վատը չի խումբը։ Հիմա իջնելու ենք ներքև 22 LR դրամաչափի զենքերի համար հատուկ տեղամաս կա, որտեղ որ կփորձարկենք տարբեր հեռավորությունների վրա ու տարբեր չափերի թիրախների վրա։ Հիմա մենք 22 LR դրամաչափի զենքերի համար հատուկ նախատեսված տեղամասում ենք, քանի որ 3 փամփուշտներից Subsonic-ը մոտ ամենալավը ստացվեց խումբը, այստեղ կկրակենք մենակ այդ փամփուշտները։ Անգամից լիցքավորենք։ Դուրս չգալի։ Կսկսենք 50 մետր հեռավորության վրա փոքրիկ գոնգերից, որոնք որ մեծից գնալով փոքրանում են, մենք էլ աչից ձախ մեծից կանցնենք գնալով ավելի փոքրերին։ Կրակում եմ Որն է ես, 1, 2, 4, 5 Էլի կա? Ուղղակի ձողիկներ են, թե վերջում գոնգեր կա? Այդ մեկը կա նախավերջին։ Չերևում։ Չեմ տեսնում։ Մեր օպտիկական նշանոցի ցանցի խաչը այնքան խոշոր է, որ վերջի պուճուրի թիրախիկը ծածկվում է լրիվ։ Անցնենք ավելի հեռու թիրախներին։ 80 մետր կապույտները մեծից փոքր։ Գտար Անդրան։ Քանի որ մի քանի հատ փամփուշտ դեռ ունենք, ես ուզում եմ փորձել 100 մետր հեռավորության վրա տեղադրված կարմիր գոնգերը։
Բայց քանի որ օպտիկային ձեռք չենք տվել, ես հիմա աչքաչափով ուղղակի մի քիչ վերև պահելով եմ կրակում։ Մենք կպաշ։ Էլի։ Վերջ։ Փամփշտատուփը անջատել ենք, փակաղակը բացել ենք, փամփշտանոցը դատարկ է։ Վերջում ավելացնեմ, որ զենքի քաշը համարյա 2.5 կիլոգրամ է, ինչպես տեսակ զենքը հետհարված գրեթե չունի եւ կրակում էինք առանց ականջակալների, քանի որ զենքի կրակոցի ձայնն էլ գրեթե աննշան է։ Հետևաբար այս զենքը շատ լավ տարբերակ է երեխաներին զենքի հետ ընդհանրապես ծանոթացնելու համար, 22 տրամաչափը եւ հենց Ռոսի ընկերության արտադրանքը, քանի որ մատչելի ու հասանելի է։ Այսօր այսքանը, կհանդիպենք, շնորհակալություն։